Սիրելի ընկերներ, Antifake Theater-ում մենք շարունակում ենք հետևել Հայաստանում, Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներին եւ այսօր հերթական անգամ ես հյուրընկալել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Ողջույն պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ Բարև ձեզ։ մեր տաղավար հերթական անգամ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրի համար։ Պարոն Խաչիկյան, տեսեք, Իսլամաբադում տեղի ունեցան բանակցություններ, սակայն 21 ժամ տևած իրադարձություններից հետո որևէ առաջընթաց չգրանցվեց եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձավ Միացյալ Նահանգներ, Իսլամաբադից նաեւ հեռացավ իրանական պատվիրակությունը։ Ձեզ արդյոք սպասելի էր իրադարձությունների այսպիսի զարգացումը, որ կողմերը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Այո, սպասելի էր, քանի որ այս process-ը ղեկավարում է Իսրայելի ռազմական հանցագործ ղեկավարը, իսկ իր նպատակն է ջախջախել Իրանը եւ իր նպատակն է պատերազմը շարունակել մինչեւ վերջ։ Վենսին իր հենց ասելով խոստովանությամբ մոտ 20 անգամ զանգ են տվել այդ 21 ժամվա ընթացքում եւ Ուիտկոֆը եւ Կուշները ըստ ամերիկյան աղբյուրների զանգեցին Նետանյահուին եւ ասեցին, որ Վենսը ինչ որ փափուկ է իրեն պահում։ Նետանյահուից մի անգամից զանգ եկավ, որ նա զիջումներ չկատարի եւ պահանջի, որ բոլոր պահանջները կատարեն Միացյալ Նահանգների, փաստորեն ստիպելով, որ Իրանը հրաժարվի խաղաղության պայմանագրից, քանի որ Իսրայելը չի ուզում, որ պատերազմը կանգնի։ Իսրայելը ուզում է, որ Իրանը շարունակի ոչնչացնել Միացյալ Նահանգների ձեռքերով։ Հիմնական երկու հարց կար, մեկը դա ուրանի հարուստացումն էր, երկրորդը դա Հորմուզի կարգավիճակն էր եւ Իրանի իրավունքը իր միջոցները իր վարձը վերցնել այդ նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Իդեպ ասեմ ձեզ, որ սրա հետևանքով ճնշումը Հայաստանի վրա կտրուկ աճելու է, որ Զանգեզուրի միջանցքը բացվի եւ մենք փաստորեն ստեղծելու ենք ցամաքային Հորմուզ մեր տարածքի վրա, որտեղ բախվելու են Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները մի կողմից, Իրանը եւ հնարավոր է Ռուսաստանը մյուս կողմից։ Այսինքն մենք մեր տարածքում ստեղծեցինք ցամաքային Հորմուզ։ Հիմա, այսինքն այդ միջուկային էներգիայի եւ հարստացման հարցը շատ զարմանալի է, որ դրա մասին խոսակցություն է գնում, քանի որ Իրանը զիջումները արդեն առաջարկել էր, մինչեւ պատերազմի սկսելը 2 օր առաջ առաջարկել էր սահմանափակել հարստացված ուրանի քանակը, անգամ առաջարկել էր հանձնել իր հարստացված ուրանը 450 կիլոգրամ, որ նրանք ունեն, դա հանձնել Միացյալ Նահանգներին, դա էլ չընդունվեց։ Հիմա Հորմուզի հարցով Տրամպը փաստորեն իր կատարածը նշանակում է վատից գնալ դեպի ավելի վատ։ Ամբողջ միջազգային տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է Հորմուզի փակելու պատճառով բոլոր երկրներում եւ վառելիքի պակաս, եւ սնունդի գների բարձրացում, եւ տարբեր արդյունաբերությունների բնագավառում արդեն տեսնում ենք, որ կանգնում են գործարաններ, փակվում են ընկերություններ ամբողջ աշխարհով, սա շատ ծանր հետևանքներ ունեցավ։ Հիմա Տրամպ անելու է ավելի վատ։ Նա ինչ է փաստորեն անում։ Նա ուզում է ստիպել, որ իր եվրոպական դաշնակիցները միանան իրեն եւ ուժով բացեն Հորմուզի միջանցքը։ Նա փաստորեն ինձ ասում է, դուք ուզում եք շրջանցել Միացյալ Նահանգները, այդ $2 միլիոն տայք Իրանին եւ դուրս հանեք ձեր նավթը։ Ես թույլ չեմ տա։ Դուք ստիպված կլինեք իմ հետ բացել Հորմուզի նեղուցը։ Փաստորեն նա ընկել է թակարդի մեջ, փորձում է դուրս գալ այս թակարդից, բայց Իսրայելը իրեն թույլ չի տալիս, որ նա թակարդից դուրս գա։ Սա նշանակում է, որ մեծ ռիսկ կա, որ նախ երրորդ երկրի ներկայացուցիչները կարող են ներքաշվել այս պատերազմի մեջ, օրինակ եթե Չինաստանի տանկերը դուրս գա Հորմուզից եւ այնտեղ արճակատվի ամերիկյան ռազմական նավի հետ, հետաքրքիր է ինչպես է վերջնելու, ով է կանգնեցնելու եւ ինչ կասի Չինաստանի ղեկավարը դրանից հետո։ Դա նաեւ նշանակում է, որ ռիսկ կա ցամաքային պատերազմի, Միացյալ Նահանգները կարող են այդ ինքնասպան քայլի գնան եւ փորձեն ռազմական ուժերով գրավել ինչ որ տարածք Իրանի տարածքից մի մասը գրավել, այնտեղ արդեն մոտ 20,000 ծովայիններ կան։ Այսինքն մենք գնում ենք դեպի հզոր էսկալացիայի, իսկ ինչ վերջի բանը որ ասեմ, իսկ ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներում, թե ինչ է կատարվում, Տրամպը համարյա վստահորեն իր կուսակցությունը հանրապետականները կորցնելու են
պարտվելու են նոյեմբերին, ընտրությունները պարտվելու են եւ դրանից հետո վստահաբար կարծում եմ որ սկսվելու է Տրամպի impeachment-ի գործընթացը արդեն 24 թե 26 միջանկյալ ընտրություններում Միացյալ Նահանգներում Տրամպի աջակցողները հեռանում են եւ իրենց տեղը գալիս են Տրամպի թշնամիները կարելի ասել կամ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսինքն եւ Միացյալ Նահանգներում ասում են որ երևի Տեխասը 30 տարվա ընթացքում առաջի անգամ նա միշտ եղել է հանրապետական նահանգ, դա դառնալու է դեմոկրատական նահանգ, այսինքն անգամ Տեխասը կկորցնեն հանրապետականները եւ մոտ 70 կոնգրեսմեն Միացյալ Նահանգներում սկսել են Տրամպի հեռացման process-ը 25-րդ Սահմանադրության 25-րդ լրացուցիչ կետի, այդպիսի կետ կա, որը թույլատրում է հեռացնել նախագահին, եթե իր առողջությունը թույլ չի տալիս, որ նա երկիրը ղեկավարի։ Եվ նրանք փորձում են դա այլանալ։ Այսինքն եւ քաղաքական եւ տնտեսական հետևանքները Տրամպի համար եղան շատ ծանր, սա մեծ սխալ էր եւ նա գնաց այս քայլի Իսրայելի ճնշման տակ։ Պարոն Խաչիկյան, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շրջափակում է Հորմուզի նեղուցը։ Եկեք փորձենք հասկանալ ինչ է դա նշանակում, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն փակել է Հորմուզի նեղուցը եւ շրջափակել Հորմուզի նեղուցը դա ինչ է նախնշանակում եւ ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ։ Իրանը իսկապես սահմանափակել է նավերի տրանսպորտը, անցնելը նեղուցով, այո, բայց Իրանը թույլատրում է իր բարեկամ երկրներին կամ չեզոք երկրներին թույլատրում է նեղուցով արտահանել նավթը եւ վերցնում է մոտավորապես $2 միլիոն ամեն տանկերից։ Այսինքն նա իր վարձը սկսել է ստանալ։ Հաշվարկներ կան, որ դա թույլ կտար Իրանին մոտավորապես $100 միլիարդ ամեն տարի հավաքել։ Եվ դա կօգներ, ասենք, վերականգնել Իրանը։ Իրանը կհոզորանար որպես պետություն, որը իհարկե Իսրայելը չի կարող թույլ տալ։ Հիմա, օրինակ Չինաստանի տանկերները անցնում էին նեղուցով եւ իդեպ ոչ թե դոլարով էին վճարում, այլ յուանյով, որը նույնպես շատ կարևոր բան է, քանի որ հարվածում է Միացյալ Նահանգների ֆինանսական եւ տնտեսական գերիշխանության աշխարհում։ Հիմա դոլարին շատ մեծ հարված է, շատ լուրջ հարված է Միացյալ Նահանգներին։ Եվ փաստորեն Իրանը շրջանցում էր եւ Միացյալ Նահանգներին եւ սանկցիաների ռեժիմը, այսինքն նա արդեն սկսում է վարձ ստանալ նավթից, որը իհարկե Միացյալ Նահանգները չէր ուզում թույլ տալ։ Հիմա Տրամպը ասում է ոչ ոք չի հանելու նավթը, ոչ ոք, մենք թույլ չենք տա, որ Իրանը դա շրջանցի։ Դա ինչ է նշանակում։ Եթե ասենք ինչ որ նավ է մոտենում Հորմուզի միջանցքին կամ նեղուցին կամ դուրս է գալի Հորմուզի նեղուցից, Միացյալ Նահանգների նավատորմը պետք է այդ նավը կանգնեցնի։ Իսկ դրանից հետո ինչ է լինելու։ Իսկ եթե նավը չուզենա կանգնի, կամ նավը օրինակ չինական կամ ռուսական կամ ինչ-որ երրորդ պետության, ասենք, նավի կապիտանը ասի, գիտեք, մենք պայմանավորություն ունենք Իրանի հետ, մենք չենք ենթարկվում ձեր շրջափակմանը, դրանից հետո ռազմական ուժ է կիրառվելու, իսկ դա ինչին է բերելու, որ երրորդ երկրները դառնան պատերազմի մաս։ Իսկ մեզ համար սա շատ ամեն անգամ ասում եմ, չգիտեմ ում ասա, պետք սա էլի բավականին մեծ էսկալացիա կարող է բերել մեր ռեգիոն, քանի որ հիմա Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները ավելի մեծ եռանդով կփորձեն Զանգեզուրի միջանցքը ինչքան հնարավոր է շուտ բացել, որպեսզի այլընտրանք ստեղծել Պարսից ծոցի նավթին։ Եվ իհարկե Ռուսաստանը շատ շահում է այս իրավիճակից, սանկցիաները ժամանակավորապես հանվել են, մոտավորապես $260 միլիոն ամեն օր Ռուսաստանը աշխատում է, ասում են սրա հետևանքով։ Այսինքն մի կողմից մեզ վրա ճնշելու են, որ Զանգեզուրի միջանցքը բացվի, մյուս կողմից Իրանը ճնշելու է, որ դա չբացվի։ Քանի որ Իրանի նոր ղեկավարությունը շատ ավելի վճռական ձևով է տրամադրված։ Սա նշանակում է, որ մենք Սյունիքում ստեղծեցինք ցամաքային Հորմուզ։ Ես շնորհավորում եմ ձեզ, մեր հանճարեղ քաղաքականության հետևանքով մենք դառանք պատերազմի պոլիգոն։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մեզ կապահովի Միացյալ Նահանգները, թող նայեն, թե ինչպես են այրվում նավթային այդ օբյեկտները Կատարում, Կուվեյտում, Օմանում, Բախրեյնում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Սաուդյան Արաբիայում, այդ երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգները ունի պաշտոնական դաշինք, մեզ հետ նա չունի պաշտոնական դաշինք։ Եվ անգամ այս երկրներից Միացյալ Նահանգները հետ է քաշվել։ 13 ռազմաբազա ազատվել է, անձնակազմը դուրս է հանվել
ռազմաբազաներից ռմբակոծությունների պատճառով։ Այսինքն մենք մտանք փաստորեն մտնում ենք պատերազմի մեջ, հաջորդը կարող է լինել Կովկասը եւ մեզ հետ կարող է տեղի ունենալ նույն բանը, ինչ որ հիմա տեղի ունենում Հորմուզում։ Փաստացի Դոնալդ Թրամփը ընտրեց ճգնաժամը խորացնելու մարտավարությունը եւ ըստ եթե այս անգամ էլ նա չկարողանա արդյունքի հասնել, հաջորդ քայլը նրա որն է լինելու։ Նա կամ պետք է ընդունի իր պարտությունը, որը նշանակում է նա հեռացվելու է հենց այս տարի նոյեմբերին նա հեռացվելու է իշխանությունից կամ ավելի վաղ, քանի որ ասեցի արդեն 70 հոգի պահանջում են, որ իրան հեռացնեն, քանի որ իր ընդհանուր իրավիճակը, հոգեբանական իրավիճակը թույլ չի տալիս, որ նա երկիրը ղեկավարի։ Կամ նա պետք է ընդունի, որ պարտվել է եւ սա տասնյակ տարիներ հիշելու են Միացյալ Նահանգներում, սա ազդելու է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա նույն ձևով, ինչպես դա եղավ Իրաքի պատերազմի հետ 2003 թվականի, որը ի դեպ ամերիկացի դիվանագիտական պատմության մասնագետները ըստ արտաքին հարաբերությունների խորհրդի Council on Foreign Relations նրանք ասել են, որ մեծագույն սխալը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության մեջ եղել է Իրաքի պատերազմը։ Հիմա դա պետք է փոխվի, քանի որ ավելի մեծ սխալը դա Իրանի վրա հարձակվելն էր։ Սա լինելու է երկրորդ Վիետնամ Միացյալ Նահանգների համար եւ տասնյակ տարիներով սա ազդելու է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա։ Միացյալ Նահանգները ավելի զուսպ են լինելու, իհարկե կարծում եմ, եւ կփոխվի այս կառավարությունը։ Բայց հիմա եթե նա չուզենա ընդունի, որ նա պարտվել է, նա կարող է շարունակել ռմբակոծությունները, Աստված չտա նա իրագործի իր պլանը օպերացիա կազմակերպել Իրանում եւ դուրս հանել հարստացված ուրանը, դա բերելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհերի, որը մեծ դժբախտություն կլինի, իհարկե ոչ ոք չի ուզում, որ ամերիկացիները զոհվեն Իրանում, կամ նա փորձելու է ինչ-որ տարածք գրավել, որից հետո սկսվում է Իրաքի եւ Աֆղանիստանի սցենարը, նույն բանը, 8 տարի թե 20 տարի սա կարող է շարունակվել, կամ Աստված չտա, դատելով իր բանից հոգեբանական վիճակից, երբ որ Միացյալ Նահանգների նախագահը F տառով սկսվող բառեր է գրում, ասում է, որ մենք կոչնչացնենք ձեր ամբողջ քաղաքակրթությունը, սա շատ մարդիկ հասկացել են որպես միջուկային զենքի օգտագործման ակնարկ։ Այսինքն սա իսկապես խելագարված աշխարհ է, մենք ապրում ենք խելագարված աշխարհում, սա գժանոց է եւ գոնե մենք պետք է մեզ պահենք շատ զգուշ, շատ խելացի, մեզ թշնամիներ չստեղծենք մեր ռեգիոնում եւ չթողնենք, եթե դեռ կարող ենք սա անել, չթողնենք, որ Մեղրիմ եւ Սյունիքը դառնան ցամաքային Հորմուզ մեզ համար։ Անդրադառնանք եվրոպական աշխարհամասում տեղի ունեցող իրադարձություններին, Հունգարիայում տեղի ունեցան ընտրություններ եւ Վիկտոր Օրբանի կուսակցությունը պարտվեց ընտրություններում։ Օրբանը այն պերսոնաժն էր, ով 16 տարի ղեկավարում էր Հունգարիան եւ այն պերսոնաժն էր, ով դեմ էր հանդես գալիս ուկրաինական հակամարտության համատեքստում Արևմուտքի եւ Եվրոմիության դիրքորոշմանը Օրբանի գանկեց լինելը ձեզ Եվրոպայում ինչպիսի վերադասավորումների կբերի։ Օրբանը մի մարդն էր, որը ավելի իրատեսական քաղաքականություն էր վարում, գլոբալիստներին թույլ չէր տալիս, որ նրանք իշխեն Հունգարիայում, թույլ չէր տալիս, օրինակ, որ բացվեն սահմանները, միգրանտները տասնյակ հազարներով կամ 100 հազարներով կան Հունգարիա, նա պահպանողական էր, նա ավելի ազգային ուժերի, այսպես ասած, ներկայացուցիչ էր եւ որոշ ձևով բալանսավորում էր Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ։ Դա կարելի է ասել, որ նա ինչ որ դրական դեր խաղում էր, չնայած Հունգարիան այնպես չէ, որ շատ բարիացակամ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց այո, նա ինչ որ այդպես Օրբանը արտահանձնեց։ Դե էդ եմ ասում էլի, փաստորեն այո, ցավոք սրտի, բայց հիմա դա մեզ չի հետաքրքրում, հիմա թող ում գլուխը ուզում են կտրեն, մենակ մեր ասֆալտը լինի, ու բանը, էլ ինչ են մեզ խոստացել, ուտելիք ու փող։ Հիմա դա իհարկե դրական չէ այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որ լինի գլոբալիզմ ամբողջ Եվրոպայում, բայց այնտեղ նաև կար, հիշում եք, Վենսը գնաց կանգնեց Օրբանի կողքը եւ Օրբանը այնուամենայնիվ պարտվեց։ Դե որոշ հետևություններ կարելի անել որոշ ուրիշ երկրների համար, որտեղ Վենսը եկավ որպեսի աջակցել տարբեր քաղաքական գործիչների, հետո իր թարգմանությունը կեղծեցին, հետո ցեղասպանության մասին գրեց, հետո Թուրքիան զանգվեց միանգամից ջնջեց,
շատ հետաքրքիր այց էր, բայց այն մարդկանց համար, ովքեր պաշտում են արևմուտքը, ուղղակի տեսեք, որ միայն այն փաստը, որ փող նախագահը գալիս է ձեր կողքը կանգնում է, չի նշանակում, որ դուք արդեն երաշխիք ունեք, որ դուք հաղթելու եք ընտրություններում։ Ուկրաինական հակամարտության առումով մենք ներկայումս ինչպիսի իրավիճակում ենք ըստ գտնվում, որովհետև գլոբալ առումով ողջ աշխարհի ուշադրությունը այսօր սևեռված է մերձավոր արևելքում առկա ճգնաժամի վրա, բայց մենք գիտենք, որ ուկրաինական ճգնաժամը ոչ պակաս կարևոր եւ իր ազդեցություն ունի աշխարհաքաղաքական զարգացումների վրա, որովհետև մենք խոսում ենք մի հակամարտության մասին, որի շրջանակներում վերջին 50 տարվա մեջ եվրոպական աշխարհամասում առաջին անգամ գլոբալ պատերազմ եղավ։ Այո, մենք արդեն գլոբալ պատերազմում ենք գտնվում, մի կայծ, որ լինի Հորմուզում եւ մի, ասենք, չինական նավի վրա ինչ որ հարցակում լինի եւ Չինաստանը ներքաշվի պատերազմի մեջ, որը այդքան էլ հավանական չէ, բայց եթե դա լինի, նշանակում է մենք արդեն կլասիկ միջազգային համաշխարհային պատերազմի մեջ ենք, երրորդ համաշխարհային պատերազմի պրոքսի ձևով, այսինքն ուրիշ պետությունների տարածքում։ Ուկրաինայի պատերազմը դա մեծագույն ողբերգություն էր Հայաստանի համար, ամբողջ աշխարհի համար, քանի որ փլուզվեց եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը, աշխարհը հրաժարվեց, Եվրոպան հրաժարվեց համատեղ կոլեկտիվ անվտանգության կոնցեպտից, ցավոք սրտի, օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից Թուրքիան եւ Ադրբեջանը ենթարկեցին ռեգիոնը փաստորեն իրանց ազդեցության եւ մենք դուժեցինք դրա հետևանքով եւ նաեւ մեր սխալների հետևանքով եւ Ռուսաստանի սխալների հետևանքով դա էլ կա իհարկե եւ Ուկրաինան փաստորեն արևմուտքի համար, Եվրոպայի համար առաջնային է։ Դա շատ եւ շատ կարեւոր է։ Ուկրաինան նրանց թույլ կտա հակակշիռ ստեղծել Ռուսաստանին, այնտեղ երբ որ պատերազմը դադարի, անկասկած ստեղծվելու են խոշորագույն ռազմական բազաներ, ես դա արդեն 4-րդ տարի, թե 5-րդ տարի ասում եմ, եւ արդեն նրանք սկսել են դա, նրանք էլ են բաց ասում, մենք պետք է Ուկրաինայում ստեղծենք ռազմական գործարաններ, ռազմաբազաներ եւ այլն։ Այսինքն այդ հակամարտությունը կարող է դադարել, բայց հետո նորից բռնկվել, շարունակվել։ Սա մի օրում չի վերջանա։ Ուկրաինայից փորձելու են սարքել ռազմական պոլիգոն Ռուսաստանի դեմ, որը մեզ համար շատ վատ է։ Դրանք պետք է ասել մարդկային ձևով արդեն մարդու սիրտը ցավում է, երբ որ նայում ես այդ խեղճտղաներին ինչպես են տանում մահի, 1.5 միլիոնից արդեն անցել է զոհերի թիվը, փաստորեն սա առաջին համաշխարհային պատերազմի թվերն են, այն էլ ավելի շատ, օրինակ Անգլիայի քիչ են դրանից, առաջին համաշխարհային պատերազմում։ Դա մեծ ողբերգություն է եւ մեր ռեգիոնը դրա հետևանքով հիմա դարավ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի գերիշխության ռեգիոն։ Հիմա դա նույնպես նշանակում է, որ Իրանի պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները իր ուշադրությունը հիմա շեղել է Ուկրաինայից եւ օգնությունը, որը գնում է դեպի Ուկրաինա, հիմա տրամադրվելու է Իրանին։ Բայց եվրոպացիները փոխհատուցում են, եվրոպացիները շատ ակտիվ ձևով օգնում են ուկրաինացիներին, ցավոք սրտի մեզ այդպես չօգնեցին, բայց ուկրաինացիներին օգնեցին։ Եվ դեռ այս պատերազմի վերջը չի երևում։ Դուք տեսաք, որ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման եւ պայմանագրի արդյունքը այլևս որևէ քաշ չունի, դա մոռացվել է եւ իսկապես դժվար իրավիճակ է, քանի որ Զելենսկու համար համարյա անհնար է ընդունել Դոնբասի, Լուհանսկի, Զապորոժիեի եւ Ղրիմի Խերսոնի կորուստը, այո, շնորհակալ եմ, Խերսոնի նույնպես կորուստը իր համար անհնար է դա ընդունել, եթե նա ուզում է իհարկե ողջ մնալ, եւ Ռուսաստանի համար էլ անհնար է այսքան զոհերից հետո ընդունել, որ նրանք ոչինչ չհասան եւ հետ քաշվեն այդ տարածքներից։ Սա փակուղի է, սա ողբերգական փակուղի է եւ նույն վերջի բանը որ ասեմ, սա հեղափոխություն էր փաստորեն։ Նոր հեղափոխություն էր պատերազմների պատմության մեջ։ Մենք տեսնում ենք պատերազմի բացարձակ նոր տեսակ, դրոնային պատերազմ, արբանյակային հետախուզության պատերազմ, որտեղ ցանկացած կողմը ցանկացած րոպեին եւ վայրկյանին տեսնում է ամեն ինչ, թե ինչ է կատարվում հակառակորդի կողմը, ճակատի այն կողմը։ Այսինքն դա անհնար է դարձնում կուտակել որևէ ուժեր, որևէ տեղ, եւ սա փաստորեն դրոնների եւ տեխնոլոգիաների պատերազմ է։ Ցավոք սրտի ապրում ենք բավականին անկայուն ժամանակներում։
Եվ պարոն Խաչիկյան, անդրադառնանք Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներին, մոտենում է նախընտրական շրջափուլը, գործող ռեժիմը ազգակործության պատուհասի գլխավորությամբ շարունակաբար այցեր է կատարում տարբեր տեղեր, շարունակվում են միջադեպեր տեղի ունենալ, մարդիկ Փաշինյանի վրա դուռ են փակում, ըստ էության ցույց տալով իրենց դժգոհությունը, նաև հանդիպումների ժամանակ անհարմար հարցադրումներ են իրականացնում, եւ ձեզ ներկայումս Հայաստանում ինչպիսի տրամաբանությամբ է զարգանում նախընտրական շրջանը։ Ես չեմ կարողանում հետևել այդ անձին, վերջի անգամ որ տեսա այդ կադրերը ոնց զորքով մտավ եկեղեցի պատարակի ժամանակ բրբրթեց մարդկանց ու հետո այդ երիտասարդին խփեցին, սադրեց եւ իդեպ այդ երիտասարդը բան ստացավ, ուղեղի ցնցում ստացավ եւ հետո բանտարկվեց։ Սա այնքան գիտեք ուղղակի սրտխառնոց է առաջացնում եւ սրտխառնոց են առաջացնում այն բոլոր ՀԿ-ները, այսպես ասած, մարդու իրավունքի պաշտպանները եւ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները, որոնք մի բառ չասեցին այս խայտառակության մասին։ Եթե այսպես վարվեր մեր նախկին ղեկավարներից որևէ մեկը, նրանք երևի ամեն օր 24 ժամվա ռեժիմով ամեն 15 վայրկյան ինչ որ հայտարարություն կանեն, իսկ հիմա լռում են, դա շատ տգեղ է։ Ես չեմ հետևում այս բեմադրությանը, պարզ է որ այս մարդը օգտագործում է նախ անցյալում կատարված բոլոր այդ սխալները, որոնք ցավոք սրտի ոչ ոք չի ուզում ընդունել, ժողովրդի այդ անարդարության զգացմունքը, այդ ցավը, որ ժողովուրդը ապրել, նա օգտագործում է դա իր շահերի համար, հետո օգտագործում է իր հենց սադրած պատերազմը եւ այն զոհերը, որը մենք տվեցինք նրա համար, որ վախեցնի մարդկանց, որ եթե ինձ չընտրեք, նոր պատերազմ է լինելու, իդեպ ինքն է պատերազմ բերել, 3 պատերազմ կամ ընդհանուր առմամբ 7 հարձակում Հայաստանի վրա, ինքն է բերել։ Բայց նա շարունակում է գիպնոզի տակ պահել մարդկանց, օգտագործում է մամուլը, օգտագործում է ՀՄԵԿ-ը, իր ամենահզոր զենքն է ռեգիոններում եւ մարդկանց համոզում է։ Մարդիկ էլ ցավոք սրտի որոշ մասը դեռ իրեն հավատում են։ Իսկ իրականության մեջ մենք արդեն կորցրեցինք, կարող եք համարել, որ կորցրեցինք մեղրին, մեծ հարց է մենք կարողանանք պահել Սյունիքը թե չէ։ Հայաստանը արդեն սուվերեն պետություն չէ, կարող եք ձեզ համարել, մեզ համարել, ցավոք սրտի ինքնավար հանրապետություն արդեն Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում, քանի որ մեզ այլևս թույլ չեն տալու որոշել, թե ինչ է լինելու մեր ապագան, թե ինչի մասին մենք կարող ենք խոսել, չենք կարող խոսել, միանգամից մեզ մեղադրելու են, ասենք, որ մենք ռևանշիստ ենք, էքստրեմիստ ենք եւ այս անձը կատարելու է նրանց կամքը։ Այսինքն նա փաստորեն դարավ Թուրքիայի եւ Ադրբեջանի վալին, նահանգապետը մեր ինքնավար Հայաստանում։ Այս ընտրությունները որոշելու են ամեն ինչ, չնայած այդ նույն բանը ասվեց նախորդ շարժման ժամանակ, Բագրատ Սրբազանի, ես մի քանի կոչ եմ ուղղել մեր ընդդիմությանը, առաջինը ես ուզում եմ, որ նրանք մոտ ստացվի, նրանք հաղթեն, ես ուզում եմ, որ նրանց մոտ ստացվի։ Ես մի քանի խնդրանք ուղղակի ունեի, այն քաղաքական ուժերը, ովքեր ըստ բոլոր հարցումների չեն հասնում անգամ 2%-ի։ Ես ընդգծում եմ, ոչ թե մի հարցում, այլ մի քանի հարցում, տարբեր հարցումներ, տարբեր աղբյուրներից, օրինակ Միացյալ Նահանգների Հանրապետական ինստիտուտը կարծեմ, Բրևիսը կարծեմ, այսպես կոչված Gallup-ը, չնայած որոշ մարդիկ ասում են սա Gallup չի, չգիտեմ։ 3 տարբեր մենք ունենք հարցում։ 3-ն էլ ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ չեն հասնում անգամ 2%-ի։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր նրանց ձայն են տալու, այդ ձայների կեսը գնալու է կամ 4.5%-ը գնալու է այս ռեժիմին։ Ընդհանուր առմամբ փոշիացվելու է մոտավորապես 10%, եթե ոչ 12%։ Ես կոչ կանեի այդ մարդկանց մտածել, թե նրանք ինչ են անում։ Եթե իհարկե դիտավորյալ չեք ուզում օգնել այս մարդուն, որ նա մնա իշխանության։ Էլ չգիտեմ ինչ իմաստ ունի ասել միավորվեք, տեսնում եք նրանց դա չի հետաքրքրում բացարձակ։ Այդ դեպքում ես ուղղակի կոչ կանեի մեր մարդկանց, եթե դուք կարծում եք, որ ձեր ընտրած կուսակցությունը հաղթահարելու է շեմը, 4%-ի շեմը, կոչ եմ անում, ինչպես ուզում եք քվեարկեք իհարկե, ձեր դայները տվեք ձեր ցանկացած ուժին։ Բայց եթե դուք տեսնում եք, որ նրանք չեն հաղթահարելու, եթե ձեր կարծիքով նրանք չեն հաղթահարելու այդ շեմը, մի տվեք, ձայն մի տվեք նրանց, որովհետև այդ ձայների կեսը գնալու է այս ռեժիմին։ Հետո վերջի բանը որ կասեմ, այս ռեժիմի անընդհատ այդ խաղալը, այդ իրանց կոճակիններ, նախկիններ
Նախ նրանք ինքները իրենց ղեկավարն են նախքին, որքանով ես հասկանում եմ, առնվազն 20 տարի Հայաստանում քաղաքական գործունեությամբ է զբաղվել, ուրիշներին ասում են նախքին։ Երկրորդը, եթե որևէ մարդ ուզում է իր ձայնը տալ նախքին ուժերին, դուք ունեք համապատասխան կուսակցությունը, երկրորդ նախագահի կուսակցությունը, դուք իրավունք ունեք տալ այդ կուսակցության, այդ մարդն իրավունք ունի առաջադրվի, իրենց իրավունքն է։ Եթե դուք չեք ուզում, կան ուժեր, որոնք նախկիների հետ, որքանով ես գիտեմ, կապված չեն։ Ուրեմն այդ դեպքում ձեր դայները տվեք այն ուժերին, որոնք նախկիների հետ կապված չեն։ Ես աջակցում եմ բոլոր այն մարդկանց եւ բոլոր այն ուժերին, ովքեր ուզում են միայն մի բան՝ փրկել Հայաստանը։ Այս իրավիճակում փրկել Հայաստանը։ Դուք մի կարծեք, որ մենք չափազանցնում ենք, որտեղ նույն ձևով մենք ասում ենք, որ մենք կորցրել Արցախը, եւ դուք տեսաք ինչ եղավ։ Եվ վերջին խոսքս այն մարդիկ, ովքեր արդեն 5 անգամ տապալել են բողոքի ցույցերը, ես ուղղակի խնդրում եմ, եթե մարդիկ ձեզ տեսնում են որպես պարտության սիմվոլ, պարտության խորհրդանիշ, դուք մի քանի անգամ տապալել եք բողոքի շարժումը, համեստություն ունեցեք ընդունել, որ դուք, ասենք, թագավոր չեք, կայսր չեք, դուք կեսար չեք, խնդրում եմ, ընդունեք, որ ձեր մոտ չի ստացվում, 5 անգամ չի ստացվում։ Հիշում եմ 20 թվականի պատերազմից հետո այդ շարժումը, ես հիշում եմ դրանից հետո եղավ ընտրությունները, դա էլ տապալվեց, հետո եղավ Զարթնի Լաոն, դա էլ տապալվեց, հետո եղավ Ղարաբաղի հայաթափումը, այդ շարժումը կազմակերպվեց, ինչ որ կոմիտե ստեղծվեց, դա էլ տապալվեց, չէ՞, տապալ, որոշ մարդիկ իրենց սեփական ցույցից փախան, այդ շատ հետաքրքիր էր, հետո եղավ Բագրատ Սրբազանի շարժումը, այդ նույն մարդիկ էլի վերադարձան սկսեցին խորհուրդներ տալ, այդ էլ տապալվեց, դա 5 անգամ չեղավ, 5 անգամ հերիք չի, Նապոլեոնը բավարարվեց Լայպցիգի եւ Վատերլոյից հետո 1815 թվականին նա պարտություն կրեց Լայպցիգում եւ 1815 թվականին Վատերլոյում։ 2 անգամ պարտվեց, անգամ Ֆրանսիայի կայսրը որոշեց, որ այդ գործ չունի, նա պետքա հեռանա։ Ինքը 2 անգամ պարտվեց, դուք 5։ Գուցե 5-ը հերիք է։ Ես այդպես կմտածեի, էլի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սիրելի ընկերներ, Antifake Եթերում ես զրուցեցի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանի հետ, մնացեք Antifake Եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։